11 օր հացադուլ է իրականացրել։ Բացեք էլի թեմը ժողովուրդ։ Ժողովուրդ ջան, ինչպես տեսակ, մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն լռում է 11 օր հացադուլի մեջ գտնվող քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին, այլ նաև սարսափում են, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ կարող է ակցիա տեղի ունենալ այդ հարցը բարձրաձայնելու թեմայով։ Մենք բանակցեցինք ոստիկանների հետ, ապահովեցինք համապատասխան տրանսպորտ մուտքը եւ ելքը ապահովելու համար, բայց սա անգամ բավարար չէր։ Մենք վերել ենք ցույց տալու, թե 11 օրվա չկերած սնունդը ինչ առողջական հետևանքներ կարող է առաջացնել մարդու համար։ Եվ վերել ենք արձանագրելու, որ 11 օր շարունակ մի փաստաթությունը, որի առաջնային սահմանադրական մանդատի մեջ է մտնում մարդու իրավունքների հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալին տեսակցելը, նրա առողջական խնդիրների մասին պատշաճ իրազեկվելը եւ համապատասխան քայլեր անելը չի արել։ Եվ վերել ենք խորհրդանշական ժամին, տեղեկացված ենք, որ ժամը 12:00-ին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ ընդմիջման ժամ է։ Վերել ենք, որպեսզի Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած հացը իրենք վայել են, ընդմիջման ժամանակ, եթե կարող են դա անել։ Խնդրեմ, վայել եք, հարգելի մի աշխատակիցներ։ Հենց դրա համար էլ վերել ենք, մենք մեր խնդիրը իրականացրեցինք։ Մենք այստեղ ենք լրատվամիջոցների համար եւ մեր հանրությանը իրազեկելու համար, որ Նարեկ Սամսոնյանի առողջության վտանգ է սպառնում եւ ունենք բոլորի աջակցության կարիք այս հարցը բարձրաձայնելու առումով։ Նարեկ Սամսոնյանը 11 օր հացադուլի մեջ է գտնվում, նրա օրգանիզմը հյուսված է եւ բժիշկը ցուցել է շտապ վիրահատական միջամտություն։ Երեք Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ բարդարացել է, նրան տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն եւ փառք Աստծո որևէ լուրջ բան չի տեղի ունեցել, սակայն նրան հետ են տեղափոխել պատժախոց։ Եվ ցանկացած բանի Նարեկ Սամսոնյանի կյանքին եւ առողջությանը կարող է ավելի լուրջ վտանգ սպառնել։ Եվ քանի որ ներկայացրեցի մանրամասները, բժշկական օգնությունը սպասարկումը հասնում է 4 ժամվա ընթացքում։ Սա մազից կախված առողջություն է։ Ամեն րոպեն կարող է թանկ լինել մարդու կյանքի համար։ Եվ մեր խնդիրն է սա արձանագրել եւ ցույց տալ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը այս մարդու իրավունքների պաշտպանության հանգամանքների առնչությամբ լռում է եւ հանցակցում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ։ Մենք գիտենք, որ ԵՄ դեսպանին եւ գուցե այլ միջազգային կազմակերպությունների հետ մարդու իրավունքների պաշտպանը այս հարցով կոնտակտի մեջ է։ Բայց հաշվի առնելով թե այն վերաբերմունքը, որը դուք տեսաք այստեղ, մենք չգիտենք իրենք ինչ են զեկուցում այդ կառույցներին։ Մենք չգիտենք, թե իրենք ինչ են զեկուցում այդ կառույցներին։ Եվ մենք մեր մասով ասում ենք, որ մենք անձամբ բոլոր մանրամասների մասին իրենց տեղյակ ենք պահում։ Մեր խնդիրն է ցույց տալը, որ մարդու իրավունքների պաշտպանը մատնված է անգործության, որ 11 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող հյուսված եւ օրգանիզմի եւ լուրջ առողջական խնդիրների պայմաններում մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է լռել։ Դուք տեսնում եք, որ մենք որևէ ավելորդ բան, որևէ ավելորդ պահանջ, կոչ մարդու իրավունքների պաշտպանին չենք ներկայացրել այստեղ։ Մենք եկել ենք զուտ արձանագրելու, թե որն է մարդու իրավունքների պաշտպանի դերակատարությունը Հայաստանում։ Հացադուլի մասին լռելը, առողջական լուրջ խնդիրների մասին լռելը, որևէ քայլ չձեռնարկելը եւ անգամ խորհրդանշական ակցիայի համար ամեն ինչ անելը, որ խոչընդոտվի ակցիան։ Այսքանը հարգելի գործընկերներ, հիմա պատասխանենք լրագրողների հարցերին։